Պաշտոնավարման օրոք կատարած աշխատանքը 9.5 ամիս արդեն կատարված էր իմ ընտրվելու օրվա դրությամբ եւ այս առումով ես չեմ համարում, որ սա ամբողջությամբ իմ կատարած աշխատանքն է եւ չեմ ձգտում յուրացնել այդ կատարած աշխատանքը եւ շնորհակալ եմ ինձ կատարած աշխատանքի համար։ Նշեմ, որ դեպքի վայրիզնությունը, քննչական առանցքային գործողությունների կատարման առումով թերացումները ազդում են եւ շատ լուրջ ազդում են գործի ճակատագրի վրա։ Այս իմաստով իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից առաջին իսկ հարցը, որ ես տվել եմ, հիմա մի քանի անգամ ես այդ բառը հնչեցրեցի, համակարգումն է։ Համակարգում ոչ թե դիրքային, համակարգում լայն տեսադաշտ ունենալու տեսանկյունից։ Եթե դատախազությունը որևէ առումով ուղղակի լինի լռելիային դիտորդի դերում եւ սպասի վարույթն իրականացնող մարմնի կողմից գործողությունների կատարմանը, հետո վարույթն իրականացնող մարմինը բերի դատախազը ուղղակի մերժման որոշում կայացնի առանց կոնկրետ հանձնարարություններ տալու, օրինակ հիմա էլի վիճարկում են դատախազությունը իրավունք ունի տալու հանձնարարական, թե չէ, այսինքն մենք հասել ենք դիալոգի այս մակարդակին, որ ինձ անհանգստացնում է, եւ կարծում եմ սա լրջորեն ազդում է քրեական գործերի որակի վրա։ Առաջին իսկ օրվանից իմ աշխատանքի ես ձգտել եմ կոնստրուկտիվ դիալոգի բոլոր գերատեսչությունների հետ, ում հետ աշխատում ենք։ Այդ հեգեմոն դիրքը, որն ունի դատախազությունը, ես կարծում եմ պետք է օգտագործել ի նպաստ քրեական գործերի ճակատագրի լուծման, որովհետեւ ձգձգումները եւ ոչ կոմպետենտությունը հետևանք են այս համակարգման եւ ներքին զրույցի բացակայության։ Ներքին զրույց ասելով եսի նկատի չունեմ իրար ուղարկված բազմաթիվ գրությունները։ Ես նկատի ունեմ ներողություն մեկ անգամ բարձրացրած հեռախոսը եւ իրար հետ քննարկած հարցը, որը ես կարծում եմ շատ ճիշտ է եւ պետք է աշխատանքի հիմնական ձևաչափ լինի։ Լուծումը շատ པարզ է։ Ես երբ ընտրվում եմ այստեղ, ասացի, որ երբեմն մեծ գետերի հոսքերին շատ փոքր քարեր են խանգարում եւ իրականում 1200 վարույթ է վերջին 2 ամսվա ընթացքում քննարկվել գլխավոր դատախազության վարչություններում, որոնք քննվում են 6 ամսից եւ 8 ամսից ավելի, եւ ինձ համար մի պարզ ճշմարտություն գոնե ավելի ակնհայտ դարձավ, որ այդ գործերը ուղղակի չէին քննարկվել։ Այսինքն այդ գործերի իրավական հարցերի հետ կապված դիալոգ տեղի չէր ունեցել, եւ դիալոգից հետո գործերի մոտ 80%-ը ստացավ լուծում։ Այսինքն, եթե 2 ամսվա ընթացքում հնարավոր է այս վարժությունն ու աշխատանքը կատարել, իդեպ հաջորդ ամփոփումը ինձ մոտ մայիսի 31-ին է լինելու իմ տեղակալների եւ վարչությունների պետերի հետ համատեղ, այս պահին էլ իրենք այդ ձգձգվող վարույթները ուզում են, քննարկում են, վերլուծում են, ակտեր են կայացնում եւ գործողություններ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տալիս, ինչը կարծում եմ կբերի նրան, որ այն խնդիրները, որ արձանագրված են մինչեւ ինձ եւ ես էլ շարունակել եմ 22 թվականին արձանագրել, գուցե կնվազեն գործերի քննության որակի տեսանկյունից։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, արձագանք։ Շնորհակալություն, Տիկին Վարդապետյան, ողջունելի է, որ դուք գտել եք էֆեկտիվ համագործակցության բանաձևը մյուս իրավապահ մարմինների հետ, կարծում եմ դրանք բնականաբար ի նպաստ եւ ի շահ կօգտագործվեն Հայաստանի Հանրապետության, եւ մյուս հարցս ավելի շուտ առաջարկ է Տիկին Վարդապետյան, քան հարց եւ վերաբերում է հանկարծամահության դեպքերին։ Հաղորդման մեջ կարդում ենք, որ հանցագործությունների թիվը տարեկան հաշվետու տարում 2190-ն են, որից 484-ը հանկարծամահության դեպքերն են։ Մինչև եւ ինչպես նաեւ նշում է, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը հանկարծամահության դեպքերով քրեական վարույթներ չեն իրականացվել։ Նոր քրդատի գործունեությունից հետո, կիրարկվելուց հետո, այս դեպքերում մենք նույնպես քրեական վարույթներ ենք իրականացնում, եւ ես կարծում եմ, որ այստեղ մենք արհեստականորեն բարդացնում ենք քննիչների առանց հայտել հագեցած եւ ծանրաբեռնված աշխատանքը, հասկանալով, որ հանկարծամահ լինում են օրինակ որոշակի հիվանդությունների արկայության դեպքում։ Մյուս կողմից դարձյալ արհեստականորեն սրան գումարվում են արդեն մեր ընկալումներին համապատասխան եւ իրավական գնահատականին արժանի հանցագործություններին, եւ մենք դարձյալ ունենում ենք այսպես ավելցուկ հանցագործությունների, չէ՞, կարծում որ օրենսդրական փոփոխության խնդիր ունենք։ Շնորհակալ եմ։ Այս առումով կառաջարկեմ քննարկման ձևաչափ օրենսդիր մարմնի հետ, որովհետև մենք առաջնորդվում ենք քրեական օրենսգրքի եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի կարգավորումներով եւ այս առումով կարծես թե բացառություններ չկան։ Ճիշտ է, այս աշխատանքը մենք էլ ենք իրականացնում, փորձելով հասկանալ, թե այ որ վարույթներն են, որոնք արհեստական ծանրաբեռնվածություն են ստեղծում նախաքննության մարմինների համար, որոշակի հանցակազմերի հետ կապված որոշակի վերլուծություն ունենք, կարծում եմ, մենք ուղիղ օրենսդրական նախաձեռնություն իրավունք չունենք, բայց արդարադատության նախարարության մեր գործընկերների բանի մասով շատ հստակ դիրքորոշում են ունենում եւ որպես կանոն դատավորները այդ ժամանակ ընդունում են դատախազների ներկայացրած բացարկի միջնորդությունը, բայց
Հակառակ դեպքերում տեսնում ենք, որ այդպիսի բան չկա։ Կան կոնկրետ գործեր, ու այստեղ կրկին եւս մեկ անգամ մենք տեսնում ենք այս երկակի ստանդարտների գործարկումը ոնց որ ինչպես որ անում է եւ քննչականը, եւ դատախազությունը, եւ սա, մեղմ ասած, արդար չէ։ Ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը այս հարցում։ Ներողություն, ես խնդրեմ երկակի ստանդարտի հետ կապված մի փոքր մանրամասեք ինչի նկատի ունեք դատախազությունում, կադրային ընտրության։ Չէ, այս նման դեպքերում, երբ որ օրինակ դատավորը, չէ, շատ կոնկրետ ասի, դատավորի մասը, այսինքն բան ворթեգրելու, եթե մի դեպքում ինչ որ կապ են տեսնում կոնկրետ դրա հետ կապված գործողություններ են անում, որովհետև իրենց դա զարմտուելն է այդ ժամանակ, ուրիշ դեպքերում, երբ շատ ավելի հստակ կապ է լինում ի վնաս մյուս կողմի ու երևի թե ի օգուտ դատախազության, այդտեղ իրանք կարծես չտեսնելու են տալիս, նորմալ են դա համարում ու ոչինչ չի արվում։ Խոսքը այս երկակի ստանդարտի մասն է։ Շնորհակալություն հարցի համար։ Ես ենթադրում եմ կարող ենք ավելի կոնկրետ ասել, որ դատավարության հետ կապված է ձեր հարցադրումը, որովհետև եթե նստած եք նիստերի դահլիճում վստահ եմ հետևել եք, բացարկի հետ կապված դատախազությունը դիրքորոշումը պնդեց, որ բացարկի վերաբերյալ հարցերը քննարկելուց հետո նոր դատախազությունը հանդես կգա միջնորդությամբ։ Պաշտպանական կողմը պնդեց, որ բացարկի հարց չի կարող քննարկվել, որովհետև իրենք տեղեկացված չեն մեղադրանքից։ Եվ վստահ եմ, հիշում եք, որ դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին անդրադառնալ այն հարցին, թե սկզբից բացարկների հարցն է քննարկելու, հետո դատախազության միջնորդությունը, թե ոչ։ Այսինքն ձեր այն հետևությունը, որ դատախազությունը կողմ է որևէ երկակի ստանդարտի, գոնե իմ տեսած դատավարությունում չի հիմնավորվում։ Եթե որևէ այլ օրինակ գիտեք, խնդրում եմ ասեք, մենք ուշադիր կլինենք։ Օրինակները շատ են, իհարկե կոնկրետ եթե ուզում եք օրինակներից խոսեք, ես դրա համար չկոնկրետացրեցի։ Իհարկե ավելի թարմը այն է, ինչ դուք ասում եք։ Այդտեղ իհարկե շատ ավելի լուրջ ուրիշ խնդիրներ կա այդ դատավարության առումով ու պաշտպանական կողմը ինչ է ասում, ասում է մենք չենք հասկանում ինչ օդվածով ենք մեղադրվում, որ մի հատ էլ հասկանանք բացարկի միջնորդություն ունենք, թե չունենք դատավորին։ Խոսքը ստեղ դրա մասին չէ միայն։ Կոնկրետ իմ դեպքում եղել է օրինակ Մասիս Մելքոնյան, ով ընտրություններին մասնակցել է հակադիր բևեռում, կոնկրետ ընտրացուցակում է եղել 14-րդ համարը, կոնկրետ կուսակցության, որը մեր հակադիր բևեռում էր ու սրա հետ կապված դատախազությունը ոչ մի խնդիր չի տեսել, պաշտպանական կողմի ներկայացված բացարկները ոչ մի ազդեցություն չեն ունեցել, դե մակագրումներ հատուկ ամեն կերպ արվել է նույն մարդուն, բայց ես ընդհանուր դիրքորոշում եմ ուզում հասկանալ, որտեղ վաղը մյուս օր էլ կարող է օրինակ մեր գործընկերներից մեկը դատավոր դառնա, արդյոք դատախազությունը նորմալ է համարելու, երբ որ ինչ որ գործով մյուս կողմում գտնվող մարդկանց հետ կապված գործերում իրենք հանդիսանան որպես դատարան։ Խոսքը ավելի խնդրում եմ ընդհանուր։ Շատ լավ։ Պատասխանը արձագանքեք, այո։ Ես ձեր նշած դատավարությունների հետ կապված էլի պետք է ասեմ, որ